ցուցակ է հաշվի առնելով նաև այն, որ այդտեղ ներառված է գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի դուստրը եւ քարոզարշավի բավականին ակտիվ է նրա այրին Տիկին Նազիկ Ամիրյանը։ Ինչպես ստացվեց նախ ձեր համագործակցությունը, ինչպես որոշեցիք, որ այդպես պիտի գնահատությունների եւ Արգիշտի Մերխակյանի հետ կապված արդեն բազմաթիվ ահազանգեր են հնչում, վարչական ռեսուրսի կիրառման հետ կապված, խախտումների հետ կապված, բարեգործության անվան տակ քարոզչություն իրականացնելու հետ կապված, այս առումով ինչ կարող եք ասել եւ այստեղ շտաբում այլ տեղեկատվության տիրապետում են այլ խախտումների մասին դուք տեղյակ եք, որ կուզենայիք իրազեկել։ Շատ լավ։ Շնորհակալություն այդ հարցի նկատառման համար, ուրեմն ժառանգության այս նախաձեռնությունը ցուցակը զգալի ընդմիջումից հետո մասնակցել դեղական ընտրությունների եկել է հենց Էջմիածնից, հենց Վաղարշաբաթից մեր դեղական կառույցից։ Մենք ողջունել ենք այդ նախաձեռնությունը, վարչությունը հավանություն է տվել թե սկզբունքին, թե դրա հերանեկարին եւ թե նաեւ ցուցակին։ Ցուցակում ներգրաված են ամենադարբեր մասնագիտությունների, դարիքների, հասարակական սեկտորների ներկայացնող մարդիկ եւ դա եւս ողջունելի է։ Ոնց որ սա այսպես համայնաբատկերն է, խճանկարն է մեր իրական հասարակության։ Այդտեղ նաեւ կա գեներալի դուստրը Այզեմնիկը, որի նաեւ շնորհիվ ակտիվ է Քնտապետ Ամիրյանը, իրենք քաղաքացիներ են, իրենք ունեն մեծ ավանդ եւ մենք ողջունում ենք թե նրանց, թե մնացած բոլորի մասնակցությունը այս հավաքական ճանապարհի իրացման, այս հավաքական նպատակի ձեռքբերման ուղղությամբ։ Մեծ ժառանգության դեր է թե Էջմիածինը, թե Վաղարշաբաթը, թե իրենց գյուղը Արշալույսը եւ մենք բարդավոր ենք այդ ամբողջ ժառանգությունը նկատի առնելով, թե հերոսական թռիչքները, թե սխալները բացերը գնալ դեպի իրավական ժողովրդին պատկանող ապագա եւ մենք ողջունում ենք իրենց ակտիվությունը, իրենց մասնակցությունը եւ իրենց որպես շարքային տեխնազու ավականու անդամ եւ նաեւ այս քարոզարշավի աչագից ունենք հարյուրավոր ընտանիքներ, հարյուրավոր ազգանուններով, ովքեր եղել են ազատամարտիկ, եղել են ոչ միայն 5-րդ բրիգադից, եղել են դարբեր ազատամարտիկների խմբակներից եւ ներկայացնում են Էջմիածնի քաղաքացիությունը ամենակարևորը։ Երկրորդը, գիտեք, ես հոր նկատմամբ որդու հանձնարարությունը սուրբ հիշադակը բահելու բարդականությունը չեմ կարող դատել, ես դատավոր չեմ այդ երիտասարդին, ինքը իր ընտանիքը եւ բոլոր Էջմիածինցիները պետք է ուղղակի իրենք որոշեն, թե բաբիգի, հոր, որդու, թորնիկի անվան ժառանգականությունը ինչպես է պահպանվում, բայց կարող եմ ասել մի բան, որ իր անվան տակ, իր քարոզարշավի շրջանակներում արդեն գեղձված են Վաղարշաբաթի ընտրությունները։ Մենք գործում ենք գեղձված ընտրությունների պայմաններում։ Չենք հրաժարվում այդ պայքարից, առաջի անգամը չէ որ դա տեսնում ենք, բայց սա պետք է արձանագրեն բոլոր մասնակիցները, քաղաքացիները, ցուցակների պատասխանատուները եւ հասկանալ, որ մենք սարի վեր ի հեջուկս այդ վերևից իջեցված վախկոտ զզազրելի հրահանգի գնում ենք բայկարի եւ գնում ենք հաղթանակի։ Հետո որքան աշխատում է արդարադատության համագարկը Հայաստանում, թող այդ համագարկը նայի թե ինչ մագարտակի, ինչ գազམ་ագերբության աստիճանի, ինչ համագարկվածությամբ է գնացել այդ գեղձումը, բայց մենք տեսնում ենք ոնց որ բղձել են հովանավանքը, իրենք նաև բղձում են քաղաքացու ազատ արդար իրավական ընտրությունը։
բայց մենք չենք վախենում այդ մարտահրավերից, առաջի անգամը չէ որ տեսել ենք, իրենք պիտի գնան բռնի իջեցված, հրահանգված ստիպողության եւ մենք բարձրապես բարդավոր ենք որպես ազատ քաղաքացիներ ժառանգություն ցուցակի աճագիցներ եւ բոլոր քաղաքացիներ ուղղակի դեմ տալ որևէ եղանակ չկա որ իրենց գեղձումներով հանդերձ իրենք հաղթանակ դանեն ամսի 16-ին դա պետք է բացառել նաեւ ի հիշադակ հերոս Մեխակյանի դաշինքների ճանապարհով գնալու եք, որովհետև եթե մյուս կողմը վարչական ռեսուրսներ կիրառում եւ այլը, գուցե անհրաժեշտություն լինի, ինչպես օրինակ Գյումրիում կամ այդ սցենարը կիրառվի կամ կենտրոնական դաշինքի տեսքով։ Արկադի միգուցե ավելի ընդլայնված պատասխանի, բայց ես կարծում եմ, որ մեր սկզբունքային է, որ գեղձող, բղձող, իրավախախտ եւ երթումնադրուժ մարդկանց հետ բացառում ենք հետընտրական դաշինքներ եւ մնացածը ելնելով իրական արդյունքներից եւ նաեւ հնարավոր գործընկերներից չենք բացառում այդ հետընտրական գործընթացները բանակցությունները որ կբերեն շատ համոզիչ մեծամասնության վաղաշաբաթի ապակայի համար